կներեք, որ ձեզ այս 10 օր արդեն անհանգստացնում ենք։ Ճիշտն ասած, արդեն 10-րդ օրն է գործարանը պարապուրդի է մատնված, ում դիմել ենք ոչ մեկ դեռ այս պահին ոչ մի պատասխան մեզ չի տալիս, ում դիմում ենք նույն ձևի էլի ասում են պատասխան չկա։ Հիմա ճիշտն ասած բոլորով հավաքվել ենք նորից էլի գործարանի աշխատակիցներով, ուզում ենք մի հատ հասկանանք այս կառավարությունը ի վերջո մեզի պատասխան տալու է թե չի տալու, բայց ուզում ենք կառավարությանը ասենք, որ պարոն Ծառուկյանը գործարանները բացի աշխատատեղեր է ստեղծել 0-ից, քանդված գործարանները, որ կառուցել է իր գումարով է կառուցել, դա նշանակում է, որ գործարանները եթե աշխատում են, ինքնստինքյան բյուջեել է գումար մտնում, մնացած բյուջեից էլ բոլորին երևի իրանց ծախսերն են անում։ Հիմա բերեք սենց ասեմ, հա, ճիշտն ասած մարդկանց ես էլ չգիտեմ մեր աշխատակիցներին ինչ պատասխան տամ։ Մեր ընտանիքներն են մեզնից հարցնում ի վերջո ինչ ալնելու, գազն ա եկե, ջուրն ա եկե, լուսն ա եկե, այս մարդկանց լիքը հարկեր ունեն, վարկեր ունեն։ Ճիշտն ասած, եթե մեզի այսօր պատասխան չտվեցին, կտրուկ քայլերի են գնալու, մեր բոլոր ընտանիքները մեզ հետ են, մեր սաղիս ընտանիքները մեզի աջակցում են, մեր հետ միանալու են, միանշանակ, բարձրանանք հիմա վերև քայլենք, եթե մեր աշխատակիցները ինչ-որ մի հատ հարց կունենան ուղղելու ձեզ ուղղենք, եթե չէ բարձրանանք վերև, խնդրենք մեր ոստիկաններին թող դիմեն պետ մարմիններին իրենց, մեն հարցին լուծում կտան չեն տա, եթե չէ, մենք էլ մեր քայլերին պատասխանատու չենք, որովհետև արդեն ճիշտն ասած բաժակը լցվել է, էլ չենք համբերում, չգիտենք ինչ անենք։ Քայլերին, այն քայլերի կտրուկ, որ ամեն ինչ էլ պատրաստ ենք, ամեն ինչի պատրաստ ենք, որովհետև էլ չգիտենք ինչ անենք, ճարներս կորցրել ենք, եթե մեզի երկիրը չի ուզում աջակցի, ուրեմն մենք էլ ամեն ինչ պետք է անենք, որ գոնե կարողանանք մենք մեր ընտանիքները պահենք։ Սենց չի կարա լինի, չէ՞ վերջը, ոչ մեկ պատասխան չտա, անորոշ ժամանակով, չեն ասում մի օր, 2 օր, 3 օր, 5 օր, 10 օր, 10 օր մարդիկ պարապուրդի մեջ նստած են։ Ոչ մեկ չի ասել, որ ձեր պարապուրդի համար դուք նստեք տունը, ոչինչ, ձեր գումարները բայց վճարելու ենք։